Բարի լույս սիրելիներս, բարի լույս, հիմա կասեք Անահիտն ես առավոտ քամը ուր ա գնում, ուրեմն Անահիտը որոշեց, երեկոյան, շատ ջղայնացած, ինքը իր վրա ջղայնացած, որոշեց, որ պետք է քայլի, դեպքերագուտ էին, քայլին, դուրսնին, լկախտում, ահա որ քամի է դուրսը, alors il y a trop du vent, comment je vais marcher? On me souffle, քամին քաշելու է տանի, և ես որոշեցի տակ հագնվել, որովհետև բավականին ցուրտ է, հիմա ժողովուրդ ջան, մեր Անահիտ ինչքան անց գնաց, որոշել եմ օրական, լավ արևակ ոսը, բայց քամի ահա որ, որոշել եմ օրական 2 անգամ քայլել, թե կկատարեմ իմ խոստումը, դուք մի մոռացեք, որ ես սպորտսմենուհի եմ, և բոլոր սպորտսմենները մենք թամբալ ենք, որովհետև մեր գլխի պետք է լինի մարզիչ, որ մենք քայլենք, պիտի մեկը լիներ, որ մենք շարժվենք, հիմա ես գնացի, որոշել եմ քայլել, որովհետև ինձ բավականին շատ գործ է սպասում տունը, բայց ես գիտեմ, եթե ես մնամ, մտնեմ իմ օֆիսից էլ դուրս չեմ գա, դրա համար, որպեսզի ես հետո գամ օֆիսում և պետք է ինձ խոհանոցում բաներ պատրաստեմ, որոշել եմ այսօր կասեմ ինչ եմ պատրաստում, շատ արդեն որոշել եմ սենց լրիվ ստրիկտ, Սերժի համար իհարկե չէ, բայց իմ համար արդեն որոշել եմ պատրաստեմ, որպեսզի ես հետո վերջին րոպեին չգամ կանգնեմ, ասեմ դրա ինչ կա, սպասեմ մի կտոր լավաշով սանդվիչ ուտեմ ու վերջ, ոչ, չկա, բրծավ, ստոպ, նադա, գնացին ժողովուրդ ջան, ասեմ դες չեմ կարող նկարել դուրսը, որովհետև քամին ահա որ է, կարող եմ մի թեթևակի նկարեմ առանց ձայնի, որպեսզի ձեր գլուխները չցավա։ Ահա ձեր Անահիտը պատրաստ է ֆիզարյատկային։ Գնացինք սիրելիներս։ Ժողովուրդ ջան եկա հասա այստեղ, քանի որ այս երկու կողմերը ծառ կա, բաց չի։ Այ տեսնում եք այն կողմը բաց է, ահա որ սկվազնյակ է, դրա համար ձայնը ահա որ է, կանգնեցի այստեղ լրիվ այս տղան այստեղ ասեց նորից էլի կուկուրուզա անելու, դա ինչ որ է համենայն դեպս, սա իր հողն է, ես չգիտեի իմ հարևանույնը նորը որ եկել էր, պարզվում է, իր աղջկա հարսանիքի նկարը, այս ծառի տակն են արել, ցույց տվեց ինձ, այտենց գեղեցիկ տեսարան, որ մտածեին ու չէիր կարող բան անել, ասում այս ծառը ասում են այնքան գեղեցիկ էր, աղջիկն ու փեսանման են եկել, տեսել են այս ծառը, մտածել որ իրանց հարսանիած նկարները պետք է լինի այստեղ։ Ժողովուրդ ջան, քանի դեռ քամի չկա, այստեղ արդեն քամի կա, դե լավ, ձայնս չի լսվի։ Այ ժողովուրդ եկա, ահա որ քամու հետ պայքարելով, դուք չեք պատկերացնում, թե դա ինչ է, ուրեմն հարսա արդեն բարձունքի վրա, որ պիտի բարձրանա, քամին չթողեց, այսինքն գցեց ինձ փոսը, պատկերացրեք, եթե ինքը ինձ գցեց փոսը, ես պատկերացնում եմ նիհարներին, համար լավ է, էլի որ մարդը մի քիչ քաշ ապնեմ իր վրա, գրասեմ քայլեմ, որ մի քիչ նիհարեմ, բայց չեք, երեխեք ամենայն ազնվությամբ նիհարելու համար չեմ։ Պատկերացրեք արթնանում եմ, գնում եմ բյուրոյից խոհանոց, աբսոլյուտման չես քայլում, տան մեջ քայլում եմ, ես տուն եմ մաքրում, բայց դա քայլ չի երեխեք, դա քայլ չի, դա տանջանք է։ Օղորմատիկ չորախյանը ասում էր, որ ես կամած վազում ենք, ասում են, հերիք չի, ձեզ տանջեք, մի հատ նորմալ վազեք, ճիշտ էր ասում, դաժե քայլը, ես գիտեմ, որ շատերը նայում են իրանց ոտքերի քայլերի բանով, այսինքն 10,000 Բայց դուք պետք է նայեք 10,000 քայլ, 5,000 քայլը քանի կիլոմետրում եք անել։ Ես ահա որ արագ քայլեցի, դաժե վերջում սենց է բանը արագ քայլ որ կա սպորտը, տենց էի քայլում։ Հիմա մի քիչ ռազմիկա անեմ, երեխեք ջան վարժություն ու անցնեմ իմ խոհանոցին։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, ձեր Անահիտը շքան վերադարձավ։ Մտա խոհանոց։ Ներվայներն ազատեն դահլիճը։
Բայց ժողովուրդ ջան, ես հիմա գիտեք ինչ եմ անում, գազանը չեմ ձորկելու, մեր հիմա, որտեղ չեմ ուզում շատ շուտ ձորկվի, ժամը 10:20 է։ Ուրա, հաթորներ է սա կթրծվի։ Երեխեք, պատկերացրեք մի բան պիտի պատմեմ։ Օլո, մի վարկյան ժողովուրդ ջան։ Սուրտեր ես է կրտնած։ Ուրեմն այդ ճանապարհը ես որ քայլում եմ, դե մեքենաներ են գնում գալիս, որ ասեմ շատ մեքենաներ, սուտ կլինի, բայց գնում են։ Ուրեմն մի հատ մեքենա էր գնում ու երեխեք մրսեցի։ Մի վարկյան այդ ժիլետս հագնում գամ։ Կրտնել է դուրս եկա մրսեցի։ Ուրեմն բանը դու ասես քայլում էի ճանապարհով, մեկ էլ մեքենա անցավ, դե բնականաբար տատիկ էր, հետո էլ մյուս անցավ պապիկ էր։ Մեկ էլ մի հատ մեքենա անցավ, ինձ անենց ուշադիր ես նայեց, մորուքով նենց ասիս դեմքով, երեխեք, որ ես չեմ վախենում դες բաներից, ու հիմա ասենց շուր եմ գալիս, ասում Անայդ հեռախոսը պահի ձեռդ, մորդ ես խելի խանգարվածներ ենքան կան, հա, մամային չեմ ասել, մաման ասում, ինչ ես գնացել այդքան հեռու չգիրեք դաժ որ վախեցել էի, հա, հետո բանը, մորուքովը տենց ասիս նայեց երեսիս, հիմա ասում ինչ անում, մի հատ գոնե փայտը լինի ձերս, ասի Անայդ չվախենաս, քացով կխպես, բայց անենց քամի էր, չէ լավ, հետո հետ չեկավ, եկա Սերժին զանգեցի, ճանապարհին ասի Սերժ Օրինակ մեկին տեսա, նենց վախեցա, ինձ ասեց դու լավ կանես, այդպես ֆիլմեր ու սերիալներ չնայես, ասեցի ետ ես ճիշտ ասում, ասում հերի չի կը երևակայությունները, ասեմ ինչ անեմ եղբայրս, հիմա նայեք, որպեսզի սա ջուրը ինքը, ինչպես ասում ենք, հավայի չպրտվի, ես հիմա ջուրը լստեմ մեջը, օրենքով 500 գրամ է, ես մոտավորապես եմ լցնում, ձունը, մի անգամից ձուն և բրոկոլին 15 րոպե եմ դնում, որպեսզի ձուն շատ լավ խաշվի, եթե ուզում եք թեր խաշ, քիչ եմ դնում։ Հիմա ես ձվերը դնեմ, որովհետև սա շատ կարևոր է, հետո պետք է խաշեմ ոսպ և բրինձ։ 10-20 է, Սերժի համար էլ կպատրաստեմ կարտոֆիլ, միսը կա արդեն, մաման ասեց Անայդ իմ համար էլ կարտոֆիլ կանես, ասի անպայման, դե շատ կան է։ Շատ ոնա, ես չեմ ուտում, ինքրև երկուսն է սիրում եմ։ Մի երկու հատ էլ դնենք, այդքան խաշվում է ինձ ու տեղ էլի։ Նավ, ես մեկը ավելնորդ էր, կարող ես մեկը այստեղ տեղանի։ Նոմ։ Ես մեկը ավելավաց տեղկենա։ Տեղավորվեց, սա մի հատ լվանամ, բրոկոլին լվացնեմ։ Սա այսպես։ Խելք չի մնացել։ Երեխեք դուք ոնց եմ պայքարել քամու տակ, չեմ պատկերացնում ու անընդհատ արտասանում էի մտքիս մեջ։ Եվ երաժշտություն էի լսում, այդ երաժշտությունով այնքան հեշտ է քայլելը, կարտոֆիլը բերել եմ, հիմա մի հատ սա պատրաստեմ, Ժողովուրդ ջան, ինձ սպասում է մի գիգանտսկի աշխատանք, այսօր չէ, բայց վաղը հաստատ ամբողջ խոհանոցն մտնելու խոհանոց փոչիներ տեսան մեջը։ Հիմա ինչ է անում ձեր անալիդը չկան, վարա, սենց անենք, ուշպսի ավարինի, մաքրեմ կարտոֆիլը քիչ կարմիր պղպեղ, սև պղպեղ, ինչ կարելի է, սուների կանեմ մի քիչ, ձեթով և երկու մասի կբաժանեմ, այսքանը հերիք է, մամային էլ, Սերժին է, Սերժի երեկո այմեր ասել կարտոֆիլ ուտի, ուտում է ապուր և կարտոֆիլ, իսկ ձերանայի տշկան նայում է իրեն, անհապաղ պետք է ճիշտ սնվել և ամենակարևորը սպորտ քայլել, քանի որ իմ մոտ ամեն ինչ հեռու է, ես որոշել եմ քայլեմ և
սպորտով զբաղվեմ տանը։ Ասեմ ձեզ ոչ մի ես էլ եմ ձեզ ասում ես մեծամիտ չեմ, շատերը յոգայի բաներ են նայում, վարժություններ են նայում ինտերնետով, երեխեք այդ ամեն ինչը ես արել եմ 30 տարի եւ այսօր ոչ մի բան չեմ անում, այսինքն դա գալիս է մարդուց, մարդը մտքին դեղ դնի, ամեն ինչ ինքը մենակ կարելի, իհարկե ես կարիք չունեմ այդ յոգայի այդ ամեն ինչը մեր բանն է, ռազմինկան էր, այսինքն սկզբից վզից բռնած, անգամ դաստակներից բռնած, հետո նստում էինք, հետո շնչառության վրա էինք աշխատում, այդ ամեն ինչը յուրաքանչյուր սպորտներ կարող է արի տանը։ Բայ մերնեմ արևից, արի, ոնց ես։ Լավ է, այդ էլ մենք չոր տանում, անում ես տեղ։ Հա, ես լծի եմ անջաս, ես գնում ես տակը, Զի չի տեղավորվում է։ Այսենց անում ես, այսեն։ Կներեք ժողովուրդ ջան տեղախոսս զնգ, մի քիչ սվանսկի սոլ կանեմ, ասեմ ինչու, որովհետև ինքը լավ համ է տալիս, քանի որ սվանսկի սոլը պատրաստված է տարբեր համեմունքներից, էլ կարիք չունես էլի համեմունքներ անել, բա, ձետ, ձետ, եկեք զեյթունի ձետ անեմ, քանի որ իրանք են ուտելու, մաման էլ է սիրում զեյթունի ձետ, Սերգեյ Սերգեյևիչն է, և ես էլ արդեն ասում զեյթունի ձետ, եթե ինչ-որ մի բան պետք է պատրաստել, որտեղ զեյթունի ձետը չի գերացնում, ինչքան որ գիտեմ է, և քանի որ յուղային մասսա է, ակնում ենք այս քիմիական ձերվոսները և սկսում ենք լավ մերսել, այսինքն մասաժ անել, մասաժ, չգործեմ էլի անեն, չէ եկա, երիք է, պետք լինի, ավելի լավը քիչ անենք և թարմ ուտել։ Այսքան մասը տեղ եմ թողել, որտեղ միս ունեմ, որ դրեմ մեջը, գիտեք ինչ, սենց անել եկեք, այ այսպես և այսպես։ Եվ վերջում, սիրելիներս, մի քիչ է արևածաղկի ձետ, քանի որ ինչ են ասում, զեյթունի ձետ այդքան չի կարելի եփել ժարիկի համար էլի, վալա, սա այսպես, ասած կես է, ես մի հատ սոխ է ինձ պետք, քանի որ ես ունեմ միս և այդ միսը պետք է պատրաստեմ բան դնեմ փուրը, սոխ կտրատեմ, սերն շատ ասիրում, մի քիչ պետուշկա կխառնեմ հետո և իր համար կարմիր սոխը երեք գնել եմ, մի քիչ ոնց որ լղճած լինի կարմիր սոխը, չասածա, 100 կիլոյով եմ գնելու ժողովուրդ ջան, օլալա, սա փչացած գնաց, ոնց չէի նկատել, դրա համար ամենալավը մարդը ունենա իրա պարտեզը, սոխից լավ հոտ է գալու աղբի մեջ, բայց ոչ աղբը ենքան շուտ է լծվում, այդ ենց էլ կանեն մոլախոտային ազնավորություններ, այդ ենց էլ շատ արագ է լծվում, մարդներս չկտրեմ, սիրելի հետևորդու անի չեմ դունտամ, որտեղ եթե չեմ սխալում, եթե չի ուզում իմանամ, իր ուղարկած դանակով, Մերսի, շատ մերսի, շատ իրոք շատ սուր դանակ է, Սերժին են օրը բան էր կտրում, ասի Սերժ կարող է սրանով կտրել, շատ սուր դանակը, բայց մարդները զգուշ եղի, ինքս չկտրատ ես մարդներըց, սա այսպես, հիմա սա, դնեմ, ես ամեն մեջ, սարացած պետրուշկա ունեմ, թարմ պետրուշկա չունեմ,
Հետո մեկ ինձ գրել էր Անահիտ դու ոնց որ թե սեր չունես հողի հետ, քան բան ես շարդեն բան, սիրելիս, ուղղակի ժամանակ չունեցա գրելու։ Ուրեմն մենք ունենք կես հեկտար պարտեզ, այսինքն բանջարանոց, իմ ամուսինն է դրանով զբաղվում։ Ես աբսոլյուտման հողի հետ չունեմ, ոչ սեր ունեմ, ոչ ստացվում այն մոտ, որ ուզենամ կստացվի։ Իմս չի դա, նախ ես բավականին բարձրահասակ եմ, այո, կան հնարավորություններ, որ դու սենց յաշիկների մեջ ես անում, բանը է դու ասամ, բարձրության վրա չես կրանում, պետրուշկա անում և այն, դա երեխեք, ես, եթե նկատած կրնեք, ես ավելի ներսի մարդ եմ, այսինքն բնակարանային վայրակի, սիրում եմ վայելել, ուզկար նստել, կտրտում եմ իմ ծառերը, ինչքան հնարավորություն ունեմ, բայց դա իմս չի, եթե կա կանանչ, եթե ես ձեր տամ կանանչը, կանանչը դառնում շագանակագույն, вот это ваша Анаիտочка, ազնվորեն դեզ ասեցի, այնպես որ, ինչ արած, այդ մի բանն էլ թող չանեմ, ռեմոնտ անում եմ, դեկորացիա անում եմ, ինչ ասեմ, թղթեր անում եմ, աշխատում եմ, YouTube-յան ալիքը բացել եմ, մաքրում եմ, հագնում եմ, լվանում եմ, այդ մի բանն էլ թողեք չանեմ, բայց որ մտքիս տեղ դնեմ, կանեմ, ուղղակի ես ձեզ մի բան ասեմ, այդ պարտեզի համար պիտի ոտը կապես ու մնաս տունը, իսկ դուք Անահիտին տեսնում եք, տանից դուրս չգա, մտածելով որ վայ, հեսա այս պարտեզը պիտի ջրվի, ով պիտի ջրի, իսկ մաման առաջ անում էր մաման պետուշկա, բան, համեմ, ռեան, բայց հիմա արդեն մեծացել է, դժվար անում է ինքը, ես չեմ ուզում, որ ինքը մարդս գլուխը պտտվում է, կարող է գլորվի, դրա համար ասում եմ, եթե ես անեմ, ես գիտեմ, որ ինքը կամնելու է, ինքը ջրի, ինքը անի ու տնքա, շատ սիրով անում, բայց տնքալով, դժվարությամբ, դրա համար ավելի լավը չլինի, իմ քույրս անում է և մեզ մատուցում։ Բրոկոլին դա չի խաշվի, գրողը տանի, սա համեն։ Ձեր կեզ վարվեց։ Բրոկոլին եկեք մի 10 րոպե խաշեմ, 10 րոպե չէ, պարդոն, 4 րոպե, 5 րոպե։ Ես տեսել եմ, որ ամերիկացիները հիմնականում հում են ուտում, երեխեք արես բրոկոլին, համարյա հում են ուտում։ Ամենայն ազնվությամբ ես չեմ սիրում։ Գնացիք, ձուն թող մնա այստեղ, սարդի հետո կմաքրեմ, հիմա ես գիտեք ինչ եմ անում, տեսնեմ ոսպ ունեմ։ Ալոխ, ոսպ, իհարկե ունես Անահիտочка, ոսպ և բրինձ բասմատի, իհարկե ունես Անահիտочка, սա ես վերջին րոպեի կխաշեմ, 11-նա, 40 րոպե ոսպն է խաշվում, և 40 րոպե ոսպն է խաշվում, և 20 րոպե բանը այդա, բրինձը։ Դրա համար ես ոսպը սկզբից կդնեմ, հետո բրինձը, դա տեսանը դնեմ սարը ջրի բան։ Բրոկոլի գազար, որպես առաջին, ուտեստը, հետո, և ես ամենը են փոքրիկ բալզամիկ բանով, այդ կրեմով, ոչ թե ձետ մեջ չեմ լսնելու մեջ, աբսոլյուման։ Սերժի համար դե բնականաբար ամեն ինչ իրա սոսով այնքան ուտում, հետո Սերգեյ Սերգեյիչի համար մամային կարտոֆիլը, միս, ես քյաբաբներ եմ ունեի, ձրել եմ, որ հետո ուղղակի կտակասնեմ կուտենք, ես հավի թերիկները կուտեմ, որովհետև դա ավելի քիչ անգյուղ է, չած կեսօրին կարող ես ուտել, մի թեթևակի, և ուտելու եմ բրինձը և ոսպը ես։ Եթե իհարկե Սերժը չի, չեմ ասում որտեղ որ կարտոֆիլ լինի, Սերժը ոչինչ բանը չի նայում, շատ ասում կարտոֆիլ։ Սա այսպես սիրելիներս։ Սա էլ մաքրում եմ նախորոք, այսպես, որ մաքրած լինի, եկան ամուսնուս տրապտորը տարան, հարևանների համար պատրաստել էր, որպեսզի տալու են, ուրա, դերան, գնացինք սիրելիներս։ Սա դրեմ ու թող խաշվի, այո, ինքը ձետ է ուզում, ես ձետ մեջ չեմ լսնում, 20 րոպե, ես դարձնեմ 40 րոպե, գնաց։ Դենք սիրելիներս եկեք անջատեմ, դեր գլուխ տե չտանեմ և գնանք իմ գործին բյուրո, գնացինք։ Ժողովուրդ ջան,
չստացվեց իմ այսօրվա բյուրոթիկային աշխատանքը, չնայած ճաշից հետո կանեմ։ Ուրեմն նստած էի, մեկ էլ նստած չէ, ես անդադ ասում եի զանգեմ այն իմ Չաչանա Քարևանուհուն, ABC-ն է, ես իր անունը ABC եմ դրել, եթե ինչ-որ նորություն եք ուզում իմանալ, իրանից իմանալ, բավականին էներգիա է խլում, ես բամբասկոտ և չարալեզու մարդ չեմ սիրում, անդադ զանգում էր, ասում է, այսօր եք ու տեսօր, հետո ես ասի դրավ անհարմար է զանգեմ, մեկ էլ տեսնեմ ինքն է զանգում, ասեց կարամ գամ հիմա, ասեցի արի, ինչ անեմ, ասում եք էլի, ճաշի ժամը, պիտի մարդիկ գան, սարքեն, բան, ասեցի արի, արդեն անհարմար զգացի, որ ասեմ չէ, ուրեմն նայեք, տեսեք, ես ինչ եմ անում, այս կինը, այդ աղջիկը, կինը, այլ արդեն մեծ կինը, սիրում է պայուսակներ, ես երևի թե դուրս կամ պայուսակների կոլեկցիոնը և իրեն ցույց տամ այն, պայուսակների collection, մոն կատալոգը դսակ, երեխեք գիտեք ինչ, վատը չի ես մեկը գիտեք, բայց չգիտեմ կա ստոքում, չկա ստոքում, թող գա ինքը նայ տեսնի, միգուցե մի բան ընտրի էլի, ոխ երեխեք ոտքերս, այս գույնը ես ինձ պես է գալիս այդ պայուսակները, դա շտով գալի այդ պայուսակ եմ ինձ վերցել, ցույց կտամ ձեզ պայուսակները, բայց ոնց որ սա մի ցեփով է, շատ բավականին թանկ, որ ասեմ թանկը սուտ կլինի, կաշի է ինքը, բայց ամեն դեպքում պայուսակը թանկ է, շատ թանկ են դրել։ Мне не нравится, ну что делать? Ну что делать, дорогие мои ребятки? Дорогие мои девчатки. Բոթաս չունեմ, բայց այս սպեցիալ բոթասի վրայի սպիտակը ցեք երեխայական է։ Ժողովուրդ ջան, գիտեք ինչ որոշեցի։ Միանամ ձեր հետ եւ միասին պատվերները ստացել եմ, որ մենակ տեսնեք իմ օֆիսի հատակի վրա Արմագեդոնը շատ լավ է։ Հետո ցույց կտամ թե ոնց եմ անում։ Ես ամեն մի ուրեմն իրենք պատվեր են տվել, պատվեր եմ անում։ Voilà, վերցնում եմ այդ mid edge-ը, կտրում եմ ազգանունը չգիտեմ, այով էր թե եյով։ Voilà, դնում եմ թուղթը մեջը, այս տոպրակի մեջ, Maison Captain, սա իմ լոգոն է ֆիրմայի, մեր երկրին, և ինչ է պատվիր է իմ տատիկը, ես էլ ասում ես ումն այս մայքեները երկար մտածում է, վերցնում եմ ես երկու շորը իր պատվիրած, դնում եմ տոպրակի մեջ և դնում բանի հետը, ящիկի մեջ, կարուկայի մեջ և հետո ցույց կտամ, և հետո այդ տանտերը, աղջիկը կամ ինքն է գալիս, կամ եթե ես գնում եմ առևտուրաները, ճանապարհին տալիս եմ, բայց ինքը պետք է գա այսօր, ասեցի ես այսօր առավոտյան քայլեցի, լավ, հիմա սեղանը թողել եմ այտենց, չնայած ամեն ինչը դա հավաքել եմ, պետք է գնամ մաքրեմ, ուղղակի սա անեմ և նոր անցնեմ գործի սիրելիներս։ Բայց գիտեք ինչ կանեմ, ես երևի թե հիմա այս կարոկան մի քիչ կթողնեմ, այս մի պատվերը կդասավորեմ, կգնամ մի հատ խոհանոցներ կմաքրեմ ու հետո արդեն կգամ այստեղ, սա որն է վերցրել, ես էլ ասում ես ում է սա։ Առաջ անգիր հիշում էի, հիմա չէ, մենձացել եմ, անունները, ազգանունները վրան գրում են, որպեսզի տվյալ տանը, որ ես արել եմ այդ պրեզենտացիայի տանտերը, ինքը բաժանի արդեն հեշտությամբ իր այս տոպրակները, անունները լրիվ են գրված, ինքը տալիս է արդեն տիրոջը։ Ինձանից գնումը վաճառել եմ։ Սրա համար մեծ տուփապետ, որովհետև այսօր օրը գնել է կոշիկ։ Գնել է կոշիկ սիրելիներս։ Հա։ Ազգանունն է գրեմ, որովհետև այդ նույն անունից երկու հատ կա։ Այս բոթասներն է գնել, այո, 39 համարի բոթասներ։ Եվ այս բլուզն է գնել, գնաց, սա էլ գնաց։ Թուղթը, մի թուղթը տալիս եմ իրեն, մյուս թուղթը տալիս եմ, դնում եմ մեջը։
Նատալիա, Նաթալի։ Պատկերացնում եք երեխեք գրում է Նատալի, հաշը պիտի բերեք։ Նաթալի։ Սա էլ գնաց մեր Նաթալին, հալի էլի։ Ժողովուրդ ջան չմոռանաք լայքերը, եթե հավանում եք։ Չմոռանաք լայքերը, եթե հավանում եք սիրելիներս։ Սրանը մեծի մեջ դնեմ, որովհետև շատ է գնել։ Շատ դիզաղալու էր։ Բայց ես աղջիկ 4 կտոր շորեր գնել, ուր այն մեկը։ Ու լալալա։ Բայց ես ինչ բլուզա ինքը գնի, 2 բլուզա գնի ինքը։ Голика, c'est pas possible. Ce n'est pas possible. Կարող եմ մի բանը մոռացել։ Ալկարմիրը չկա, այո։ Avo. Հնարավոր չի չլինի։ Թղթի վրա ամեն ինչը կա։ Ժողովուրդ ջան, մի հատ շուր մոռացել են ուղարկեն։ Մի վարկյան մի հատ կապնվեմ իրանց սիրելիներս։ Ես դուրս եկա, շարունակվում է իմ օրը և շատ կարևոր, ավարտեցի ամեն ինչ, ժողովուրդ ջան, պարզվում է։ Ես մտածեցի, թե դա իմ սոցիետեն էր մոռացել ինձ ուղարկել, պարզվում է ես էի մոռացել պատվիրել։ Շփոթվել էի, էլի ռեֆերանսների տեղը շփոթվել էի։ Ճիշտ ասած զանգեցի, հետո նայեցի, տեսա չէ, ես էի շփոթվել ու լավ ծիծաղացի իմ այդ աղջիկը գրել էր Անահիտ, վայ կներեք, բան, մեկ էլ նայեցի, ասի, նո, շփոթվել եմ։ Նոր արագ ձևով պատվիրեցի այդ կնոջ բլուզը։ Հնարավոր չէր ես մոռանայի, ինձ թվում է ես շփոթվել եմ ռեֆերանսի հետ։ Դե այսինքն ամեն ինչ էլ հնարավոր է, որովհետև իմ մասաժիստն էր, որովհետև այնքան շատ բան կա ուղեղիս մեջ, որ մի հատ սենց լարվածություն հնարավոր չէ չմոռանաս, դա էլ է մարդու համար, դե ինչ արած։ Դե ինչ սիրելիներս, եկեք այսքանով ավարտեմ իմ վլոգը, ինչ լավն են կովերը արածում են, տեսնում եք, ահա և բնությունը դանդաղ գնա, որ տեսնեք։ Ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ ամենալավը, ցանկանում եմ ձեր հոգիներում, ձեր ընտանիքներում միայն և միայն խաղաղություն, սեր, համբերություն, հավատ և հույս։ Երբ որ ունենք հույս և հավատ, ամեն ինչ էլ ստացվում է, ամենակարևորը, անգամ լինում է երբեմն մեղք են գործում, ինչ որ մի սխալ բան ենք անում, բայց ամենակարևորը գիտեք որն է, որ մտածված չենք անում։ Ուղղակի սենց առանց մտածված ինչ որ մի բան ես անում, բայց հետո զգում ես դա որ քո սխալն է, բայց Աստված չանի, որ մարդը մտածված մի վատություն է անում, դրա նման դաժան բան չկա։ Եկեք լինենք բարի։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ձեզ ասում՝ պակա-պակա։